Այս մարդիկ, ասենք 8 տարվա մեջ ցույց են տվել, որ կենսունակ չեն երկիրը կառավարելու եւ ճգնաժամերի ժամանակ որևէ դերակատարություն ստանձնելու, որևէ բան անելու։ Մեր սահմանը փակված է, խնդիր ունենք։ Եվ հետարքիր բան ասեմ։ Հարավոճան ես ստացել եմ մեսիջ, որ ուզում եմ խոսենք։ Մարդը խնդրել է, որ ես չհրապարակեմ իր անունը։ Մի մարդ է, արի չհրապարակենք։ Okay, հա։ Հելա մենակ ինձ ասեք։ Չէ, մեսիջը միացնում եմ լսենք։ Ինչ հետարքիր մեր հայրենակիցների համար այսօր հաղորդումը մի քիչ ավելի ենք հետարքրական դարձնում։ Խնդրեմ։ Ինձ անծանոթ մարդ է, քաղաքացի է։ Բարևձեզ պարոն Մալքյան, կներեք որ զանգում եմ, ուղղակի արդեն զայութ չափ չկա էլի, մենք միշտ Ռուսաստանից գերներով էլիտարական ապրանքներ ենք ներկրում, ու ոչ մի խոչընդոտ, ոչ մի խնդիր մենք չենք ունեցել, խոսքը վերաբերում է տրանսֆորմատորային ենթակայաններ եւ այլն։ Ու հիմի արդեն մի 15 օր է, հիմնական պատճառը երևի այդ հանդիպումն է, առանց պատճառի ֆորը հետ տվեցին, փաստաթղթերը նորմալ, միշտ ինչ փաստաթղթերը որ մենք բերել ենք, նույն փաստաթղթերը նաև հիմի հետ տվեցին։ Բացի մերը կա Ղազախստանից եկած մեքենաներ, Վլադիկավկազում կանգնած ու անից Բելարուսիայից։ Արդեն մեր վրա սկսեցինք զգալ այդ այս իշխանության ոնց ասեմ ապիկալ քաղաքականությունը չեն հասկանում ինչ արին ու հերթով լամ մենք ու կսկսվի ավելի մեծ մասշտաբները։ Չգիտեմ, ես սա ոնց պիտի շարունակենք։ Հրապարակայնացնելը անպայման համաձայն եմ, իհարկե անունը չտալով։ Հիմա տեսեք ինչ պայմաններ են դրել։ Դե անպայման Ռուսաստանի առևտրի նախարարությունը թույլտվություն տա, որ բանը մինչև 3200 կվա տրանսֆորմատորները թույլատրվի ներմուծել Հայաստան։ Առանց իրենց թույլտվության ոչ մի տրանսֆորմատոր չեն թողում։ Դե բնական է պահանջարկը ավելի փոքր հզորության տրանսֆորմատորներ են Հայաստանում։ Մեծերն եթե ներ են կրում թույլատրվում է մենակ առանց տրանսֆորմատորային յուղի։ Այսինքն եթե բերում առանց տրանսֆորմատորային յուղի, դա մետաղի հետո Հայաստանի տրանսֆորմատորային յուղ չկա ու հավանականա չի լինի, եթե լինի բնականա կլինի ադրբեջանական, թուրքական, չգիտեմ, մի խոսքով չեմ ուզում ես այդքան բաների մեջ մտնեմ, ուղղակի այն որ մենք գալու ենք, ինչ որ գումար աշխատենք, մեր հետ ամենակիչը 10-15 ընտանիք աշխատում էին, հիմա մեր նմաններին տարան դեպի սննկացման, դա հաստատ։ Այն ինչը որ լսում էինք, այդ հիմա իրականությունը սա եղավ։ Հիմա մենք ահագին գումարներ ենք դրել, որ այդ ապրանքները կան, այդ ապրանքները արդեն չի գա ու հետագա պատվերները, որոնք Հայաստանում ունեն, դրանք էլ չեղարկվեն ու չեն կարող ոչ սպառողին հասցնենք, ոչ պատվիրատուին, ոչ էլ մենք կարող շարունակենք։